Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում։ Կառավարությանն առընթեր գործող այս կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք Հայաստանին տարածքային պահանջների առաջադրման համար։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կոնկրետ ինչ է ձեռնարկվում։ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը Իգդիրում շուտով պատրաստվում է անցկացնել հարավային Անատոլիայում ապրող ադրբեջանցիների ֆորում, որի նպատակն է ներգրավել իրենց Իլհամ Ալիևի հայտարարած, ինչպես իրենք են անվանում, արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգի իրականացման համար։ Այսինքն հավանաբար սեփական մարդկային ռեսուրսները բավարար չեն, փորձում են այդ մարդկային ռեսուրսները ներգրավել արդեն նաև Թուրքիայում։ Ըստ էության հավաքագրելով մարդկանց այս սադրիչ նախաձեռնության, այս պրովոկացիոն իրենց պատմության մեջ։ Խոստովանել է Մուրադովը, որ հատուկ տեղեկատվական բազա են ստեղծել Թուրքիայում ապրող այն ադրբեջանցիների, որոնց նախնիները ժամանակին ապրել են Հայաստանում, եւ ահա այդ մարդկանց առաջարկում են ներգրավել այս աշխատանքի մեջ, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց պապերի հայրենիք։ Դրա համար ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են անցկացնում այդ մարդկանց հետ, զեկուցում են անցկացված իրականացված աշխատանքի մասին եւ ներգրավում են իրենց այդ աշխատանքին։ Հավանաբար նաև այս ամենով փորձում են մեզ վախեցնել, քանի որ կարծում են, որ ավելի տպավորիչ կլինի, եթե այս աշխատանքներին մասնակցի ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիայում ապրող ադրբեջանցիները, բայց չեն նկատում հավանաբար մի կարևոր հանգամանք։ Դրանով իրենք հարվածի տակ են դնում Թուրքիային, խնդիր են ստեղծում Թուրքիայի համար, քանի որ եթե Թուրքիայում ապրող մի քանի հազար ադրբեջանցիներ, ում նախնիները ժամանակին Հայաստանում են ապրել, հայտարարեն, որ ցանկանում են վերադառնալ իրենց պապերի հայրենիք, ապա նույն իրավունքի մասին կարող են հայտարարել առնվազն 5 միլիոն սփյուռքահայեր, որոնց նախնիները գիտենք ինչի հետևանքով ստիպված են եղել իրենց հայրենիքը։ Չեմ կարծում, որ այդպիսի այսպես հարաբերակցությունը Թուրքիայի շահերից կլինի, քանի որ Թուրքիա վերադառնալու ցանկացողների քանակը կարող է հարյուրավոր անգամ ավելի շատ լինել, քան Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ադրբեջանցիների քանակը։ Արտյոմ, ճիշտ եմ հասկանում, չէ՞, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների մասին է խոսքը, այսինքն Թուրքիայի քաղաքացիներին են փաստորեն ներկայացում այս անօրինական գործընթացների մեջ եւ Թուրքիան այս ամենին ինչպես է նայում։ Տեղին հարց է, չեմ կարծում, որ Թուրքիայի իշխանությունները շատ ողջևորված են, որ իրենց քաղաքացիներին այսպիսի անօրինական գործունեության մեջ են ներգրավում, բայց ինչ վերաբերում է Ալիևի հռչակած այդ արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգին, ահա այդ հայեցակարգին Թուրքիայի իշխանությունները միանգամայն կողմ են եւ աջակցում են ամեն հնարավոր միջոցներով։ Գիտենք, որ դեկտեմբերին Իգդիրում, իսկ փետրվարին Կարսում Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպությունը բացեց իր գրասենյակները եւ ահա բացման արարողությանը մասնակցում էին նաև Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներ։ Թուրքիայի դեսպանը Բաքվում Ջահիդ Բաքչին մասնակցել էր Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող այդ կազմակերպության նոր գրասենյակի բացման արարողությանը Բաքվում։ Թուրքիայի Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի Մահմուդ Օզերը ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ կնախաձեռնի խորհրդարանական լսումներ արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգին աջակցելու թեմայով։ Իսկ դեկտեմբերին Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այժմ Մեջլիսի падգամավոր է եւ ղեկավարում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի Մեջլիսի պատվիրակությունը, Բաքվում հայտարարել էր հետեւյալը, մեջբերում եմ. մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մենք մեր ադրբեջանցի եղբայրները կարողանան վերադառնալ իրենց պատմական հողեր։ Այսինքն այս հարցում Բաքվի եւ Անկարայի միջև որևէ հակասություն չկա եւ նրանք գործում են համատեղ։ Արտյոմ, իսկ հենց այդ ադրբեջանցիները Թուրքիայի քաղաքացի հանդիսացող, որքանով են այս գաղափարներով ողջևորված։
Չեմ նկատել, որ զանգվածային ինչ-որ աջակցություն լինի ամենայնի դեպս մամուլի հրապարակումներից, բայց ինչն է հետաքրքիր։ Նկատվել է, այսպես ինքնակազմակերպվելու փորձ Թուրքիայում ապրող ադրբեջանցիների կողմից մի բան, ինչը Ադրբեջանի իշխանությունների դուրը բոլորովին չի եկել։ Օրինակ 20 թվականին Թուրքիայում ապրող ադրբեջանցիները հռչակել էին, ինչպես իրենք են անվանում, Իռևանի թուրքական հանրապետություն, դրա ճակատագիրը այժմ հայտնի չէ։ 22 թվականին նույնպես Թուրքիայում ապրող ադրբեջանցիների մի նախաձեռնող խումբ հռչակել էր, մեջբերում եմ, Գյոյչա Զանգեզուրի հանրապետության ուրեմն ձևավորումը, որի ժամանակավոր վտարանդի կառավարությունը գործում է ժամանակավորապես Թուրքիայի տարածքում։ Եթե դատենք այդ հանրապետության սահմանադրության նախագծից, ապա այն ներառում է ողջ Սյունիքը, Վայոց ձորի մի մասը, Գեղարքունիքի մի մասը եւ Տաուշի մի մասը, եւ ինչպես այդ հանրապետության հայր հիմնադիրներն են ասում, այդ պետական միավորը պետք է կոնֆեդերատիվ հարաբերություններ հաստատի Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մայրաքաղաքը հանրապետության պետք է լինի Վարդենիսում կամ ինչպես իրենք են ասում Բասարգեչարում։ Ուրեմն ահա այդ նախաձեռնությունը Ադրբեջանի իշխանությունների շատերի դուրը ոչ թե չէր եկել, այլ պարզապես սարսափ էր առաջացրել եւ անմիջապես բողոք հայտնեցին եւ այդ հանրապետության հայր հիմնադրին հրավիրեցին Բաքու, այնտեղ հատուկ ծառայությունները ձեռբակալեցին, երբ նրան ազատ արձակեցին բանտից, նա անմիջապես հայտարարեց, որ հանրապետությունը ինքնալուծարման մասին է հայտարարում եւ որ միանում է արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպության հետ։ Այսինքն այդ ինքնակազմակերպվելու փորձերը Ալիևի դուրը չեն գալիս եւ նա ուզում է մենաշնորհը ունենալ այս հարցի լուծման։ Ըստ էության դա փորձ է չսպանված արջի կաշի մորթին կիսելու։ Շնորհակալություն, Արտեմ։